այս երկիրը մոռացել է թոշակառուին, մոռացել է այս երկիրը կառուցողին։ Հիմա մենք հրապարակում ենք, չէ՞, այս շենքերը, որ մենք տեսնում ենք, այս բոլոր շենքերը կառուցել են թոշակառուները։ Այս ճանապարհները կառուցել են թոշակառուները, մետրոն, ենթադրենք այս նույնիսկ այգիները, բոլորը կառուցել են թոշակառուները, եւ այս մարդիկ դուրս են մնացել պետական հոգացությունից։ Հիմա այդ 10,000 դրամի հետ կապված մի ցանկություն էլ կա ասելու, որ 10,000 դրամը, որ անոսվեց իբր թե օժանդակություն, սրա մասին կարելի ասել կառավարության բոլոր անդամները տեղյակ չէին։ Ընդամենը 1-2 օր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար այդ երիտասարդը պնդում էր, որ թոշակ ովքեր որ պահանջում են բարձրացնելը, նրանք պոպուլիստներ են, նրանք խաբում են ժողովրդին, նրանք բյուջեի ծախսերի տեղը չգիտեն, նրանք սա չգիտեն, մնացածը, բայց ես հավատացնում եմ, որ այս մեր պահանջը, որ 50%-ով բարձրացնենք թոշակները եւ յուրաքանչյուր տարի մենք ինդեքսավորում կատարենք, սա հստակ հաշվարկված էր, սրա տակ կար պլանային տնտեսագիտական, ֆինանսական հիմնավորումներ եւ այս իմաստով մեր պահանջը ոչ թե պոպուլիզմ էր, դա հիմնավորված պահանջ էր եւ այդ հիմնավորված պահանջին, երբ որ միացավ մեր ժողովրդի թոշակառուների, նրանց ընտանիքների, երիտասարդների կամքը, մենք կհասնենք հաջողության։ Սա ընդամենը մեկ քայլ է դեպի մեր հաղթանակը։ Ես ձեզ ասում եմ եւ մեր թոշակառուներին հավաստիացնում եմ, որ ամռանը, երբ մենք իշխանության մաս կկազմենք, այդ 50%-անոց մեր նպատակը, որ մեր առջև դրած էր եւ ինդեքսավորումը, դա չի լինելու մեր համար վերջնական կետ։ Սոցիալական ծրագիր մենք ունենք մշակած 87 կետից բաղկացած եւ դա անընդհատ կետ առ կետ հանրայնացնում ենք եւ այդ սոցիալական ծրագիրը իր աշխատանքների ավարտին բերելու է ոչ թե 50%-անոց աճ, 100 եւ ավելի եւ դրան միասին սոցիալական բազմաթիվ արտոնություններ թոշակառուի իրավունքը այս երկրում պետք է լինի անվտանգ ապրել սոցիալական բավարարության մեջ եւ ապրել այն մտքով, որ ինքը ապրում է իր երազանքի երկրում։ Շնորհակալություն։ Եթե հարցեր կա, ես կարծում եմ, որ 10,000 դրամով ընտրակաշար կամ փշրանք բաժանելը դա փառքի ճանապարհ չէ։ Առաջինը, երկրորդը մենատիրության իշխանական այդ մարմաճը, որ որոշ մարդկանց մոտ կա, իհարկե ընդունելի չէ, որովհետև կառավարությունը դա պետական բյուջեի ծախսերի, եկամուտների հավաքագրման հիմնական օրգանն է եւ այդ հիմնական պետական լիազոր օրգանի ցանկացած լիազոր անձ, լիազոր անդամ պետք է իրականացնի իր աշխատանքային անձնագրի մեջ իրեն ներառված լիազորությունները։ Իհարկե, կա այստեղ առաջընկնելու նաև միտում, ես դրան ընդհանրապես ուշադրություն չեմ էլ դարձնում, կարևորը, որ թոշակառուն գոնե մայիս ամսից 10,000 դրամ ավելի գումար կստանա։ Սա է մեր համար կարևոր, թե չէ ով ասեց, ով չասեց, ես այդ խմբակի մեջ ոչ մեկին իրարից չեմ անջատում։ 10,000 դրամը այն ողորմելի գումար է եւ այդ ողորմելի գումարի շուրջ ինչ որ կասկածներ ունենալ, որ կտան, չեն տա, ոնց կլինի, ինչ կլինի, սա ընդհանրապես կարելի է չքննարկել, սա ողորմելի գումար է, որովհետեւ թոշակառուների զգալի մասը կոմունալ ծախսերը նույնիսկ չեն կատարում, սառող բնակարաններում հավաքում իրար գլխի, որպեսզի գնան հետվճարով կոպեկներ վաստակեն, 3,000, 4,000 դրամ կոպեկներ վաստակեն, որպեսզի իրենց ընդհանրենք անկախի կառույցի մեջ իրականացվող ծավալը գոնե բարձրանա։ Հասկանում եմ արդյոք 20%-ը նրանց առողջային տարածքներում պարզապես վազքի հնարավորություն է տալ ընդամենը։